Եկել եմ մի փոքր պատմեմ իմ գրապահարանի մասին, բայց մինչ այդ եկեք մի փոքրիկ անբոքսինգ անենք։ Նվեր ունեմ Վերնատուն հրատարակչության կողմից։ Ունեմ այստեղ թեյ, իհարկե գիրքը, որը ես գիտեմ որն է, որովհետև ինքս եմ ընտրել։ Աննայի կողմից այնքան գովեստի խոսքեր եմ լսել այս գրքի հասցեին, որ շատ էի ուզում կարդալ։ Մայրական կաթը։ Ես շատ բան չգիտեմ այս գործի մասին, բայց Աննայի ոգևորվածությունը փոխանցվել է ինձ ու ես էլ եմ շատ ուզում կարդամ ու նաև վստահում եմ Վերնատուն հրատարակչությանը, որովհետև դեռ ինչ կարդացել եմ Վերնատուն հրատարակչությանը տպագրած գրքերից, ես շատ սիրել եմ։ Հիմա մտնենք իմ գրապահարանին։ Գրքերից դասակարգումը անում եմ այսպես. հիմնականում ինչ տեսնում եք, այն գրքերն են, որոնք ես չեմ կարդացել։ Իսկ այն գրքերը, որոնք կարդացել եմ, գտնվում են հետևի շարքերում. երկրորդ եւ երրորդ շարքերում։ Գրապահարանիս ամենագեղեցիկ շարքը ինձ թվում է հենց ինաստրանկայի շարքն է, որը ես շատ եմ սիրում ու շատ հեղինակների հենց հավաքում եմ այս շարքով։ Ամենագեղեցիկ գիրքը, որ իմ գրապահարանում 3 հայտնվեց, ճիշտ է դեռ անբոքսինգը չեմ տեղադրել էջում, բայց նվեր եմ ստացել շատ գեղեցիկ աստվածաշունչ, այսպես կաշվից պատրաստված կազմով։ Ռուսերեն սրեզ են ասում, սրեզը հայերենով ճիշտ ասած չգիտեմ։ Ես աստվածաշունչ էլի ունեմ, սևը, ու ունեմ նաև փոքրիկ անգլերենով աստվածաշունչ, իսկ սա ամենագեղեցիկն է իմ ունեցած աստվածաշունչների ու ընդհանրապես գրքերի շարքում։ Սրանք իմ ամենահին գրքերն են, աղոթագրքեր են, իսկ ամենատգեղ կազմով գիրք չունեմ, որովհետև հիմնականում հավաքում եմ այն գրքերը, որոնք ինձ դուր են գալիս։ Իսկ գրապահարանումս մոտավորապես 4-ից 450 գիրք կա։